Ինչու է ՔՊԱ-կանը ծեծել ՔՊԱ-կանի եղբորը։ Հայլուրի աղբյուրները պատմում են, որ ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբայրը 1 տարի շարունակ Աբովյանի ավականու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով անցնելիս հայհոյանքներ է հնչեցրել։ Դեպքի օրը հուլիսի 24-ին Նաիրի Հակոբյանը կեսգիշերից հետո դրսում տեսել է Ավետ Կոնջորյանին ու պատասխան պահանջել պահվածքի համար։ Ըստ մեր աղբյուրների Ավետ Կոնջորյանն այդ ժամանակ եղել է ընկերների հետ ալկոհոլի ազդեցության տակ։ Ընկերները հեռացել են, նրան մենակ թողնելով Նաիրիի հետ։ Աբովյանի ավականու ՔՊԱ-կան անդամ Նաիրի Հակոբյանի ու Ավետ Կոնջորյանի միջև ծեծկռտուք է սկսվել Կոնջորյանի շքամուտքի մոտ։ Հավանաբար Հայկ Կոնջորյանի եղբայրը փախել է սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ էլ տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մի խումբ մարդիկ հարվածում գետնին ընկած Ավետին։ Աբովյանում խոսում են, թե նրան ծեծողներից մեկը ենթադրաբար բարձրահարկ շենքեր կառուցող Միլոն Մայնինգ ընկերության տնօրենն է։ Այդ ընկերությունից էր ըստ հետք-պարբերականի բնակարան գնել ՔՊԱ-կան Հայկ Կոնջորյանը։ Ավետ Կոնջորյանի հարևանն ասում է, որ ձայներ չի լսել ծեծի գիշերը։ Չգիտի, թե ինչու են ծեծել իր հարևանին։ Ինչ իմանամ, դա կյանքախենես դժվար բաներ կա, որ ով է իմանում, ով մտնում դրան։ Ոչ եմ թվում, իմ հարևանս է, ոչ եմ ճանաչում։ Որ արգի հարևանն է։ 9-րդ արգի։ Բադուկ։ 2-րդ արգի։ Շփում ունեք։ Ոչ ունեմ, ընտանիքի հետ նորերի հետ, երեխեքի հետ։ Աղմկոտ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, 2 մարդ ձերբակալվել է։ Տեղեկություններ կան, թե Ավետ Կոնջորյանը խոշոր գումար է պարտք իրեն ենթադրաբար ծեծած Միլոն Մայնինգի տնօրենին։ Բաց աղբյուրների համաձայն Ավետ Կոնջորյանը մինչև այս տարվա հունվարը եղել է Միլոն Մայնինգի տնօրենին պատկանող մեկ այլ ընկերության Միլոն Ռեալթիի տնօրենը։ Ավետը 2009-ին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, առանձնապես խոշոր չափի խարդախության համար, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Իշխանություն լրատվականը սակայն հայտնում է, ոչ թե Ավետ Կոնջորյանն է պարտք, այլ նրան 65 միլիոն դրամ պարտք ունեն։ Իբրև Միլոն Ռեալթի ընկերությունում աշխատելու տարիներին նա գումար է ներդրել բիզնեսի համար։ Հեռանալուց հետո սակայն այդ գումարը իրեն չի վերադարձրել սեփականատերը։ Ավետ Կոնջորյանն այսօր Արմլուրեյմին ասել է, թե ծեծվելուց հետո իրեն շատ վատ է զգում։ Երեկ սակայն Facebook-ում լուսանկար էր հրապարակել, սրճարանում նստած ժպտալիս։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։